Նոր Ջուղա նախկին քաղաք, այժմ թաղամաս Իրանի Սպահան քաղաքի կազմում։ Կարևոր կենտրոն է եղել իրանահայության համար։ Հիմնադրվել է 1606 թվականին, երբ Շահ Աբասը արևելյան Հայաստանից և հարակից տարածքներից մոտ 300,000 հայ տեղահանեց և գաղթեցրեց Իրան։ Պարսկաստանում հայ բնակչությունը շատ հին պատմություն ունի։ Հայտնի է դեռևս 4-րդ դարից, երբ Պարսից Շապու թագավորը Հայաստանից տասնյակ հազարավոր մարդկանց բռնի տեղափոխել է Պարսկաստան։ Հայ բնակչության այդպիսի գաղթեցումներ դեպի Պարսկաստանի խորքերը կատարվել են նաև հետագա դարերում, սակայն հայկական գաղթավայրերի առաջացումը Պարսկաստանում տեղի է ունեցել ավելի ուշ, առանձնապես 18-րդ դարում։ Այդ գաղութներից առավել նշանավոր է պարսկական Սպահան քաղաքի արվարձաններից մեկում հիմնված Նոր Ջուղան։ Այստեղ հայերի բնակության մասին տեղեկություններ կան սկսած 16-րդ դարի 50-ական թվականներից, բայց նրա հիմնադրումը տեղի է ունեցել Շահ Աբասի օրոք։ Ջուղա տեղանունը գիտական գրականության մեջ դեռևս ստուգաբանված չէ։ Հայ մատենագրության մեջ այս հնագույն տեղանունը 5-ից 17-րդ դարերում կոչվել է Ջուղայ, Ջողայ, Ջուղա, իսկ 17-ից 20-րդ դարերում ի տարբերություն Նոր Ջուղայի կոչվել է Հին Ջուղա։ Օտարազգի պատմիչներն ու ճանապարհորդները այն անվանել են Ջուլֆա, Լուլֆա, Զուլֆա և այլն։ 17-րդ դարում Ղազար կաթողիկոս Ճահկեցին նշել է, որ Անի քաղաքի կործանումից հետո նրա բնակչության կեսը գնացել է Ջուղա։ Այս տեղեկությունն էլ հիմք է ծառայել, որպեսզի կարծվի, թե Ջուղան որպես բնակատեղի հիմնվել է Անիի կործանումից հետո, և այն Անի քաղաքի մի ճյուղն է։ Այս ոչ ճիշտ մեկնաբանությունն էլ ավանդաբար փոխանցվել է ջուղայեցիներին։ Սակայն Նախիջևանի հնամենի գավառների բազմաթիվ տեղանունները, ինչպես օրինակ Գողթն, Տրունիկ, Ռամիկ, Ցղնայք, Ապրակունիկ, Շահապունինք կամ Շահապոնք, որոնք հոգնակի թվով աշխարհագրական անուններ են, ցույց են տալիս հավաքական գաղափար և տեղ։ Կարելի է ենթադրել, որ Ջուղայքը կամ Ջուղայը էթնիկական ծագում ունի և ցույց է տալիս հավաքական նշանակությամբ բնակվելու տեղ։ Հավանաբար այս տեղանունը նախահայկական ծագում ունի և առաջացել է այդտեղ բնակվող հայկական նույնանուն ցեղի անունից։ 1604 թվականին հայոց կաթողիկոսների սադրանքով ու դրդմամբ Պարսից Շահ Աբաս առաջինը հայաթափեց արևելյան Հայաստանը։ Շահ Աբասին ձեռնտու էր դա։ Պարսկաստանում բնակեցնելով հայերին, նա որոշ արտոնություններ շնորհեց նրանց և կարճ ժամանակ անց ոտքի կանգնեց երկրի տնտեսությունը, լցվեց պետական գանձարանը։ Ի թիվս այլ ծաղկուն բնակավայրերի հայաթափվեց պատճառաշատ Ջուղա քաղաքը։ Շահը հայությանը բռնի տեղահանելով նրանց բնակեցրեց իր մայրաքաղաք Սպահանի մոտակայքում, հող հատկացրեց նրանց և այստեղ կարճ ժամանակ անց 1606 թվականին առնեց Նոր Ջուղան, ժամանակին արևելքի ու աշխարհի ամենածաղկուն և բարգավաճ քաղաքներից մեկը։ Նոր Ջուղան կառուցվեց դատարկ տեղում, շատ արագ։ Գլխավոր պողոտան ձգվում էր արևելքից արևմուտք, ուներ 3276 քայլ երկարություն և 16 քայլ լայնություն։ Այն քաղաքի առաջին քաղաքապետ Քալանթար Նազարի պատվին կոչվել է Նազարի խիաբան։ Պողոտայում էին գտնվում հիմնական վաճառատներն ու արհեստանոցները։ Պատմական Ջուղա քաղաքը տարածված է եղել այժմյան Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղի մերձակայքում, Արաքս գետի ձախ ափին, ավելի քան 2 կիլոմետր երկարությամբ, արևելքից դեպի արևմուտք, Արաքսից մինչև մոտակա լեռնափեշերը 400-ից 500 մետր լայնությամբ։ Ապարաժոտ լեռնաշղթաների արանքում հիմնադրված Ջուղայի թաղամասերն ընդգրկել են նաև Արաքսի աջափնյա հարթույթները, ուր այժմ էլ նկատվում են քաղաքապատկան շինությունների, կամրջի, քարավանատան, Անդրեորդու եկեղեցու, գերեզմանատան և այլ կառույցների ավերակներն ու հետքերը։ Արաքսամերձ այս վայրը, ուր հիմնված է եղել Ջուղան, բավական խորն ու երկար, նեղ կիրճ է, որին ջուղայեցիները կոչել են Ծակուտաձոր։ Զայանդերուտ գետի եզերքից դեպի հարավ 10 ուղիղ և լայն փողոցներ էին ձգվում, որոնք հատում էին Նազարի պողոտան և ձևավորում 20 ինքնուրույն թաղամասեր։ Դրանցից 7-ի ծայրերը նույն ուղղությամբ հասնում էին այն դաշտը, որտեղ գտնվում էր հայոց գերեզմանատունը։
Այդ 10 փողոցները եղել են թաղերի սահմանները եւ դրանց միջև կառուցվել են տները, սկիզբ առնելով գետի եզերքից։ Պողոտան բաժանվում էր երկու մասի՝ արևմուտքից Սաֆրազենց դուռ, որտեղ ապրում էին առաքելադավան հայերը, եւ Շահիմանյանց դուռ, որտեղ ապրում էին կաթոլիկ հայերը։ Գյուղան պատված էր գեղեցիկ պարտեզներով։ Հայերը քաղաքում 13 եկեղեցի են կառուցել։ 1620 թվականին Նոր Գյուղան արդեն իրանական առևտրական կապիտալի կենտրոնն էր, 30,000 բնակչով։ Իրանական հում մետաքսի արտահաման մենաշնորհը Շահաբասը հանձնեց հայերին։ Նոր Գյուղայի գաղութը 17-ից 18-րդ դարերում խոշոր դեր է խաղացել հայկական մշակույթի զարգացման գործում։ Այնտեղ 17-րդ դարի առաջին կեսերին հիմնադրվել է մի դպրոց, որը Խաչատուր գյուղայեցին անվանում է համալսարան։ 17-րդ դարի երկրորդ կեսին գյուղայում սկսում են գործել այլ դպրոցներ ևս, որոնցից նշանավոր էր Կոստանդին վարժապետի գլխավորած դպրոցը։ Այնտեղ դասավանդում էին աշխարհի գիտություններ եւ գերազանցապես հաշվողական առարկաներ։ Դասավանդումը կատարվում է պարզ, հասկանալի լեզվով, համարյա աշխարհաբար։ Պատմական աղբյուրների վկայությամբ գյուղայում դեռևս 12-րդ դարից սկսած արհեստների հետ համատեղ շեշտակի զարգացել է առևտուրը։ Այն 11-րդ դարում արդեն ուներ իր հոգևոր կենտրոնը եւ իր նշանակությամբ եւ համբավով դասվում էր Նախիջևանի շարքը։ Գտնվելով նշանավոր առևտրական երթուղու վրա, որը կոչվում էր նաեւ արքունի կամ վաճառականական ճանապարհ, նա կարճ ժամանակամիջոցում Արաքսի ձորում հռչակվում է որպես տարանցիկ ապրանքների պահեստավայր ու առևտրական փոխանակությունների կենտրոն եւ 15-րդ դարից սկսած աննախադեպ ծաղկման եւ բարգավաճման է հասնում։ Այդ պատճառով էլ գյուղայեցիների համար առևտրական լինելը գլխավոր եւ առաջնակարգ ժառանգական զբաղմունք ու մասնագիտություն է եղել։ Եվ արդեն 15-ից 17-րդ դարերում հայ իրականության մեջ գյուղայեցի վաճառականները, որոնք իրենց կոչում էին խոջաներ, հայտնի էին թե իրենց կուտակած անհաշիվ հարստություններով ու կարողություններով, թե որպես հայ տպագրական հրատարակչական գործի իսկական կազմակերպիչներ ու նվիրյալ հայրենասերներ։ Այդ դարերին Հայաստանի համար քաղաքական, տնտեսական եւ մշակութային առումով անկումային համարվող ժամանակաշրջանում մեծ հռչակ է ձեռք բերում գյուղան, որի կապիտալը հայտնի էր համարյա թե ամենուր։ Նոր Գյուղայի հայ առևտրական ընկերությունը, որի գործակալները առևտրական գործունեությունից զատ շահի համար հաճախ նաև հետախուզական, թարգմանական եւ դիվանագիտական ծառայություններ էին մատուցում։ Գյուղայի վաճառականները լայն գործունեություն ծավալեցին։ Նրանք իրենց ձեռքը վերցրին մետաքսի հումքի արտահանումը եւ հանդես էին գալիս որպես Պարսկաստանի եւ Եվրոպայի միջև կատարվող առևտրի միջնորդ։ Միջերկրական ծովով նրանք կապ էին հաստատել Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի քաղաքների հետ։ Գյուղայի վաճառականներն ունեին իրենց առևտրական ընկերությունները եւ ներկայացուցիչներ եվրոպական մեծ քաղաքներում։ Այդ ընկերություններն առևտրական պայմանագրեր էին կնքում անգամ օտար պետությունների հետ։ Գյուղայի հայ առևտրական ընկերությունը հանձին Գրիգոր Բուսիկովի 1667 թվականին պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ։ Դրանով ընկերությունը ազատ առևտրի իրավունք է ստանում Ռուսաստանի տարածքում։ Ռուսները գյուղայեցիներին իրավունք տվեցին նաև Ռուսաստանի տարածքով արտահանել իրենց ապրանքները Եվրոպա։ Խաչատուր կեսարացին 1630 թվականին Նոր Գյուղայում դպրոց հիմնեց, որտեղ դասավանդում էին հումանիտար եւ բնական գիտություններ, մաթեմատիկա, քերականություն, քնարերգություն, իմաստասիրություն։ Դպրոցը հաճախ կոչվել է նաև համալսարան։ Նոր Գյուղայում հիմնվեց նաև առաջին տպարանը Պարսկական պետության տարածքում։ Ինքնաշեն այդ տպարանում 1638-ից 1642 թվականներին հրատարակվել են Սաղմոսարան, Արանցվարկ, Խորհրդատետր, Ժամագիր ատենի գրքերը։ Բացի առևտրից, հայերը Նոր Գյուղայում զբաղվում էին գինեգործությամբ, կոշկակարությամբ, ոսկերչությամբ, այգեգործությամբ։ Շահ Աբասն ուզում էր, որ հայության հոգևոր մշակութային ու քաղաքական կենտրոնը Նոր Գյուղայում հաստատվի։ Նա անգամ պատրաստվում էր քանդել Էջմիածնի վանքն ու նույն քարերով վանքը հաստատել Նոր Գյուղայում, բայց հայ խոջաները նրան հետ պահեցին այդ մտքից։ Նոր Գյուղան եղել է իրանաբնակ, իսկ հետագայում նաև հնդկաստանաբնակ հայերի հոգևոր կենտրոն։
19-ից 20-րդ դարերում մնացել է որպես թեմական և մշակութային կենտրոն։ 19-րդ դարի 30-ական թվականներին Նոր Գյուղայում բնակվել է շուրջ 4000 հայ։ Այդ տարիներին բացվել էր Նոր Գյուղայի առաջին հայկական դպրոցը։ 1858 թվականին հիմնվել է օրիորդաց դպրոցը, 1880 թվականին մի շարք դպրոցներ միավորվել և կազմել են ազգային կենտրոնական դպրոց։ 20-րդ դարի սկզբին բացվել է Գևորգ Քանանյան իգական դպրոցը։ 1905-ից 1911 թվականների իրանական հեղափոխությունից հետո աշխուժացել է արդեն Նոր Գյուղայի մշակութային կյանքը, կառուցվել է թանգարան մատենադարանի շենքը։ 1930-ական թվականներին ստեղծվել են ազգային ակումբներ, կազմակերպվել երգչախմբեր, հրատարակվել են Նոր Գյուղայի լրաբեր ամսաթերթը, Նոր Գյուղայի ավետաբեր ընկեր թերթերը և 10 անուն ձեռագիր կամ մեքենագիր պարբերականներ։ 1946 թվականից սկսվել է Նոր Գյուղահայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան։ 1952 թվականին Նոր Գյուղայում բնակվել է 4675, 1958 թվականին 5000, 1969 թվականին 8000, 1979 թվականին 10000 հայ։ Ներկայումս Նոր Գյուղան Սպահանի թաղամասերից է։ 2003 թվականի դրությամբ հայության թիվը եղել է շուրջ 7000։ Հիմնականում զբաղվում են արհեստներով, տնայնագործությամբ, զգալի թիվ են կազմում մանր ձեռնարկատերերն ու առևտրականները և մտավորականները։ Նոր Գյուղան այժմ ունի 14 եկեղեցի, որոնցից հիմնականը Սուրբ Ամենափրկիչ վանքն է։ Նոր Գյուղայի և Սոֆի լեռան միջակատարածությունը շուրջ 300,000 քառակուսի մետր է, որտեղ թաղված են նշանավոր տոհմեր, խոջաներ, հոգևորականներ, գիտնականներ ու մշակույթի գործիչներ և աշուղներ։ Այստեղ հաշվում է մոտավորապես 50,000 տապանակար։ Գյուղայի հուշարձանների ուսումնասիրության գործում մեծ աշխատանք է կատարել հայ երախտավորներից մեկը՝ Արամ Վրույրը։ Հետագայում Արամ Վրույրը 1915 թվականի սեպտեմբերին ձեռնամուխ է լինում Գյուղայի գերեզմանատան խաչքարերի լուսանկարման աշխատանքներին, ինչպես նաև բռնագաղթի ու ավերման ենթարկված քաղաքի մասին մնացած ավանդույթների հավաքմանը։ Գյուղան հայոց պատմության մեջ հայտնի է իր միջնադարյան մի շարք պատմական և ճարտարապետական հուշարձաններով, հազարավոր գեղաքանդակ ու զարմանահրաշ խաչքարերով, հոյակապ կամրջով, բերդով, մի շարք քարավանատներով և վաճառատներով, քաղաքային շուկայով ու բաղնիքով, եկեղեցիներով և այլև այլ հուշարձաններով, որոնք այժմ մեզ են հասել մեծ մասամբ հիմնահատակ ավերված և մասամբ էլ կանգուն և կիսակործան վիճակում։ Ժամանակին այստեղ գործում էին Ամենափրկիչ վանքը, Սուրբ Գևորգ վանքը, Սուրբ Մինաս, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հակոբ, Ամենասուրբ Երրորդություն կամ Վերին Կաթան, Անդրեորդի, Պամբլոզի ժամ և այլ եկեղեցիներ, որոնցից մի քանիսն են մնում, այն էլ կիսակործան վիճակով։ Ժամանակի և պատմական անցյալի բերումով գյուղաքաղաքից այժմ շատ քիչ բան է մնացել։ Քաղաքային այս գերեզմանատունը, որը գյուղայից մնացած ամենակարևոր և արժեքավոր հուշարձանախումբն էր, խաչքարերի մի կիսավեր անտառ էր։ Հուշարձանախումբ, որն իր ընդարձակությամբ, բազմազանությամբ և բազմաթիվ խաչքարերի կատարողական արվեստով նույնիսկ միակն էր ամբողջ աշխարհում։ Այն պատմական ու ճարտարապետական, քանդակագործական արվեստի մի իսկական հիասքանչ թանգարան էր։ Այդ խաչքարերի, խոյաձև տապանակարերի տակ են հանգչում գյուղաքաղաքի, նրա փառքն ու հռչակն արարած գյուղայեցիների աճյունները։ Գերեզմանատունը տարածված էր քաղաքի արևմտյան կողմում և գրավում էր ավելի քան 600 քառակուսի մետր տարածք։ Գերեզմանատան խաչքարերն ու տապանակարերը մոտակա լեռնալանջերի փլուզումներից և հեղեղումներից պաշտպանելու նպատակով կառուցվել են բարձր պատնեշ պարիսպներ։